Ողջույններս, ուզում եմ փոքրիկ անդրադարձ կատարել Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի վերաբերյալ, դրան հաջորդող հետաքրքիր իրադարձությունների վերաբերյալ եւ այն հեռանկարի վերաբերյալ, որը սպասվում է Հայաստանին առաջիկա առնվազն 6 ամիսների ընթացքում մինչեւ դեկտեմբեր, որը կարճ կարելի ասել մութ ու ցուրտ թիվ 2 Հեռախոսազանգը եղել է Հայաստանի նախաձեռնությամբ, Նիկոլը ներկայացրել է շատ ավելի երկար եւ ճոխ հայտարարություն, քան Կրեմլը։ Կրեմլի հայտարարությունից բխում է, որ խոսքը գնում է իրավական հետևանքներ բխեցնող գործընթացների մասին, այլևս պայմանավորվելու, մանևրելու եւ այլն ունակություններ հայկական կողմը չի ունենալու, առավել եւս խոսք էլ չի կարող գնալ Նիկոլի կողմից գողացված ընտրությունները ճանաչելու մասին Մոսկվայի կողմից, մինչ այդ Նիկոլը ափալ-թափալ գնացել էր Եկատերինբուրգում Միշուստինի հետ էր հանդիպել, առաջին հեռախոսազանգ Ռուսաստանի հետ ընտրություններ գողանալուց հետո Միշուստինի հետ էր տեղի ունեցել եւ այդ հանդիպումը արդյունավետ չի անցել, բավականին կոշտ հայտարարություններ են հնչել եւ ունեցանք այս հեռախոսազրույցը, որի փակագծերի բացումը ավելի հետաքրքիր ձևով մեզ հայտնի է դարձել ռուսական արտաքին հետախուզության ծառայության պրես-ռիլիզի տեսքով Հայաստանի վերաբերյալ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Նաև ընդգծենք, որ հստակ երևում է Facebook-յան տիրույթում արևմտյան դեսպանատների կողմից հովանավորվող կոկոլակեկելական ինչ-որ բլոգերների ակտիվացումը, եվրոինտեգրացիա երգելը, փնովել է հյուսիս-հարավ ճանապարհը, գովերքել է Թուրքիայի հետ ճանապարհը կամ թրիփը, ընդ որում դրանք մարդիկ են, ովքեր չեն հասկանում առհասարակ տնտեսական հարաբերություններից, չեն հասկանում առհասարակ ԵՄ նախապայմաններից անդամակցության եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեխանիզմների մասին, որոնք բավականին ծախսեր են պահանջում եւ այդ ծախսերն էլ պետք է վճարվի, ուղղակի դա կատարվում է քարոզչության տեսքով ընդգծված, ավելի որպեսի ԿՊ-ն իր արևմտյան տերերին ցույց տա, իբրև թե ինքը տենց ակտիվ գործընթացի մեջ է եւ այլն, այդ հետաքրքիր անկյանը այս պատմության մեջ ես կանդրադառնամ սույն վերլուծության վերջում։ Ներկայումս ուզում եմ կարդալ բուն արտաքին հետախուզական ծառայության Ռուսաստանի պրես-ռիլիզը։ Ուրեմն այստեղ ասված է, որ ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ունեցած տեղեկությունների Բրյուսելը գիտակցում է, որ Հայաստանին սպառնում է խորը տնտեսական ճգնաժամ, եթե Երևանն իսկապես դուրս գա ԵԱՏՄ կազմից։ Ընդգծվում է, որ եվրազիական ինտեգրացիայի մասնակցությունից զրկվելու դեպքում բավականին մեծ կորուստներ է կրելու հայկական կողմը, որոնք Եվրամիությունը չի կարողանալու ծածկել։ Եվրոկառույցներում եւս ընդունում են, որ աճող տնտեսական խնդիրները Եվրամիության ներսում, որոնք պայմանավորված են հակառուսական սանկցիոն քաղաքականությամբ եւ եվրոբյուրոկրատների ձգտմամբ, մանիակալ ձգտմամբ ամեն գնով շարունակել Ուկրաինայում պատերազմը, հնարավորություն չեն տալիս Բրյուսելին որևէ կերպ Երևանի միլիարդավոր կորուստները ուրեմն կոմպենսացնել, այսինքն Երևանի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները որևէ կերպ Եվրամիության կողմից հնարավորություն չկա ծածկելու։ Եվրոպայի շատ երկրներ արդեն իսկ հազանգում են Եվրամիության ղեկավար կառույցներին, որ որևէ կերպ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար, որովհետև դա վնաս կպատճառի իրենց ազգային արտադրողներին, արդյունաբերողներին։ Միևնույն ժամանակ Բրյուսելի բյուրոկրատները շարունակում են համոզել Երևանին, որ միևնույն է իրենք անխոս եւ մինչեւ վերջ աջակցում են Երևանի դեպի ԵՄ կատարվող քայլերը։
Իսկ խոչընդոտները, որ դեպի ԵՄ Հայաստանի ճանապարհին առաջանում են, Եվրոմիությունը ասում է, որ դրանք կարող են հարթեցվել զուտ Երևանի ջանքերի գնով, ինչպես նա կարողանա նվաճումներ արձանագրել իր տքնաջան աշխատանքում դեպի Եվրոմիություն գնալու, այսինքն պատասխանատվությունը ամբողջովին Երևանի վրա է, որևէ երաշխիքներ կամ պարտավորվածություններ լուրջ կերպով Եվրոմիությունը իր վրա չի վերցնում, որովհետև մենք որպես անգամ Եվրոմիության անդամ պետություն ճանապարհ չենք սկսել։ Ուրեմն մասնավորապես ասվում է այս press release-ում Փաշինյանի կառավարությունից ներկայումս պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի առկայությունը ռազմավարական ոլորտներում, ռազմավարական ոլորտները, օրինակ միջուկային էներգիան, օրինակ երկաթգիծը, օրինակ էլեկտրացանցերը, Երևանից պահանջվում է խզել բոլոր կապերը հումանիտար գծով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցող կազմակերպությունների տիրույթում եւ հսկայական ճնշումներ, ռեպրեսիաներ իրականացնել բոլոր ներքին ընդդիմադիրների դեմ, ովքեր ԵԱՏՄ-ից դուրս գալու process-ին դեմ են հանդես գալիս, այսինքն ամբողջ օպոզիցիան, այսինքն ընտրություններում իսկապես հաղթած հայ ժողովրդի մեծամասնությանը։ Ուրեմն նման գիծը Եվրոմիությունը առաջարկում է խրախուսել եւ աջակցել միայն ծախելով Երևանին հեքիաթային, այսպես ասած, հեռանկարներ, ինչպիսիք են առանց վիզայի ռեժիմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչ որ խոստումներ գեղեցիկ ապագայի մասին, ըստ որի Հայաստանը կդառնա ծաղկող խաչմերուկ ամբողջ աշխարհի համար, Ուրեմն Բրյուսելը սակայն չպետք է իր նկրտումներում հույսը դնի ԵԱԶՍ-ի հետ համագործակցության ընթացքում Երևանի ձեռք բերած քաղաքական եւ այլ առավելությունների վրա, միևնույն ժամանակ փորձելով ուրեմն Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակից ստացած եկամուտներով հովանավորել դեպի Եվրոմիություն Հայաստանի Հանրապետության ընթացքը, այսինքն այն հեքիաթը, որ Նիկոլն է ծախում, այսպես կարճ press release-ը, օրիգինալ տեքստը հենց դրել եմ Telegram-ում, անպայման մտեք կարդացեք։ Հիշեցնեմ, որ նաև ամսի 22-ին Ալիևը այցելել էր Գերմանիա, Մերցի հետ էր ռազմավարական համաձայնագիր կնքել, այդ մասին առանձին լայվում անդրադարձել եմ անցյալ շաբաթվա։ Ալիևի այցից հետո Նիկոլն է Մերցի հետ խոսացել, հետո Նիկոլը Մակրոնի հետ է խոսացել, հետո խոսացել է այսպես Պուտինի հետ, Պուտինը Եթիմի հետ խոսալուց հետո խոսացել է Ալիևի հետ, ընդգծելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև երկկողմանի հարաբերությունների ինտեգրացիոն process-ների բլա, ինչ որ այսպես ոչ մի տարօրինակ բան իրանից չներկայացնող տեքստեր գրված, բայց այն որ գնում է այս ամբողջ process-ը անընդհատ շատ հիշեցնում է Արցախի վաճառքի process-ը, երբ որ Նիկոլը անընդհատ Մոսկվայի գլխի տակ բարձ դնելով ու տուշ-պուպուշ խաղալով Ալիևի հետ միասին ի վերջո բերեցին Արցախի հարցը Պրագա եւ ծախեցին Բրյուսելին ամբողջ Արցախը հետնել կրկին նույն բլոգերական տիրույթը պրոկոպեական, թավիշ արած, ակտիվորեն մինչև հիմա տարածումը, որ ռուսը հանձնեց, ռուսը տվեց եւ այլն եւ այլն։ Այս անգամ խոսքերի փոխանակումները, նման սառը վերաբերմունքը, Կրեմլի կողմից հայտարարությունները, արտաքին հետախուզական ծառայության կողմից այդ հեռախոսազանգին հաջորդած այս զեկույցը մեզ ցույց են տալիս բավականին կոշտ պահվածք դրսևորող Մոսկվա, որը շատ է տարբերվում Արցախը հանձնելու Պրագայում կատարվածի process-ի նախօրեից, որովհետև Նիկոլը էլ չի կարողանում մանևրելու դաշտ իր համար ապահովել, որևէ կերպ չի կարողանում համոզել, որ ինքը հուսալի գործընկեր է եւ այլն, եւ վերջին հաշվով սա Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոմիության միջև ավելի մեծ, ավելի մասշտաբային
կոնֆլիկտի ատրիբուտներից մեկն է, այլ այսպես անկյունակարային չի իր բնույթով, այդ իսկ պատճառով պետք չի հայկական տիրույթում ռուսաֆոբական եսիմինչեր տարածելով այնպիսի տպավորություն ստեղծել, որ հենց Հայաստանն է կենտրոնականը Եվրոմիության Ռուսաստանի միջև, երբ որ Հայաստանը այսպես թքի ռուսների դեմքին, թքի ԵԱՏՄ դեմքին, Եվրոմիությունը գալու է իրան գրկի, անդամակցություն տա եւ այլն, ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը արյունաթքում բառի ամենաբուն եւ ուղղակի իմաստով եւ իրենց անդամակցություն տվող չկա, իրենց ՆԱՏՕ-ի կազմությունող չկա եւ այդ ռուսաֆոբիան Նիկոլի կողմից միակ իր այսպես վերջին ավելի կարելի ասել ապրանքն է եղել, որ ինքը Եվրոպային ծախելով ստացել է մոլդովական սցենար, դրան հովանավորող գումարների ճիշտ իրացմանը հետևող չակերտավոր եվրոդիտորդներ, իրականում դրանք հատուկ ծառայությունների գործակալներ են եղել, հատկապես Ֆրանսիայինը, եւ ներկայումս տեսնում ենք բավականին թեժ փուլ է Ուկրաինա-Ռուսաստան բախումը, Արևմուտք-Ռուսաստան բախումը, տեսնում ենք ճակատների գնալով միավորվածություն, այսինքն Իրանի դեմ կատարվածը Ռուսաստանի դեմ կատարվածը գնալով դառնում է մեկ համաշխարհային պատերազմի ուրվագիծ, այլ ոչ թե մի քանի կոնֆլիկտային գոտիներում տեղի ունեցող տարանջատված պատմություններ։ Վերջին շաբաթների ընթացքում ինքս բոլոր վերլուծություններում նշել եմ ինչքան կարևոր է, որքան է ընդգծվում այսպես կոչված միջին միջանցքի կարևորությունը Եվրոմիության եւ ԱՄՆ-ի համար, թրիփը որքան է կարևոր եւ ըստ այդմ փակվող Հորմուզի պայմաններում անգամ այսօր այսպիսի վերնագիր էի կարդում, որ հարավային Կովկասը դա հիմա ավելի հանգույցային է, ավելի կարևոր է, քան Հորմուզը, որովհետեւ իրենց թվում է, որ այստեղ ուրեմն մանևրելու հնարավորություն ունեն, այդ թվացialությունը մանևրելու ընդունակությունը բնականաբար գալիս է կոկոլի նաթոռին պահելուց եւ բոլոր ժողովրդավարական կանոնները խախտելով կատարվածը Հայաստանում հունիսի 7, հունիսի 8-ին լեգիտիմ ընտրություններ հայտարարելուց, տեսնելով ակնհայտ պարտված կողմին իշխանազավթում կատարելիս եւ ոչինչ չասել եւ մեր այսպես թուլակամ ընդդիմությունը եւ ընդդիմության դեմ ուղղված այս ամեն ինչը այս process-ներում ոչ մի կրկնում եմ զուգահեռ չեն կարող տանել Պրագայում Արցախի դավաճանական հանձնման նախորդին անցած փուլերի հետ հիմա ավելի սրացած է համաշխարհային պատերազմի ետնաբեմը, ավելի կոնկրետացված են process-ները, որոնք տեղի ունենում եւ ըստ այդմ էլ ավելի հստակ է Մոսկվայի լեզվամտածողությունը եւ հիշեցնեմ, որ այդ պատժամիջոցների համակարգը, որ ԵԱՏՄ-ն գործարկում է, դա տեղի ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո մայիսի 29-ին, երբ որ ասվեց հայկական կողմին, որ պետք է շատ կարճ ժամկետում կատարվի անցկացվի հանրաքվե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ԵՄ է ուզում թե ԵԱՏՄ եւ այս ընտրությունը որ անպայման ԵՄ թե ԵԱՏՄ դա Եվրոմիությունն է դրել Հայաստանի առջեւ եւ ԵԱՏՄ գագաթնաժողովում այդ հայտարարությունը ընդունվել է Հայաստանի հանդեպ որովհետեւ Նիկոլը անընդհատ փորձում էր ԵԱՏՄ-ում տալ այսպիսի մթնոլորտ որտեղ շեշտում էր ԵԱՏՄ-ն միայն տնտեսական փոխհարաբերությունների կառույց է, իսկ ԵԱՏՄ-ն ինքը խորացող փոխհարաբերությունների կառույց է, այնտեղ միայն տնտեսականի մասին չի խոսքը գնում, այնտեղ գնում է նաև աշխարհաքաղաքական process-ներում գլոբալ Եվրասիա ավելի հզոր, այսպես տիրույթ դառնալու մասին խոսք, որը պայմանավորված է նաև նշածս համաշխարհային պատերազմով, այսինքն որքանով որ այդ պատերազմի առաջնագիծը գնալով ավելի սև ու սպիտակ է դառնում, մոխրագույն կերպարներ, որոնք կամ եւ այստեղ են եւ այնտեղ են, հնարավոր չէ պատկերացնել։ Եվ Եվրոմիությունը, կրկնում եմ, կոկոլին սատարել է հենց ռուսաֆոբիայի ալիքի վրա։ Եվրոմիությունն է, որ այդ պայմանները դրել է Հայաստանի Հանրապետության վրա հանձին կոկոլի, Եվրոմիությունն է, որ կոկոլին բերել է, պահում է ու այդպես էլ պահանջում է, որ անպայման բոլոր ռազմավարական սֆերաներից դուրս բերի Ռուսաստանի Դաշնությանը։ ԵԱՏՄ-ն էլ ասում է, դե որ այդքան լուրջ է քո դեպի ԵՄ գնալու, այսպես ասած, նկրտումները, որովհետև անընդհատ կրկնում եմ, բարձ դնելով Ռուսաստանի գլխի տակ, ինքը օգտագործում այդ նույն Ռուսաստանի հետ տնտեսական փոխհարաբերությունների այլ առավելություններ, արտոնություններ տրամադրող փոխհարաբերությունների շրջանակները, որպեսզի բերի ու կարևոր ռազմավարական պահի մի ամբողջ տիրույթ դնի Եվրոմիության տրամադրության տակ ու պահպանի իր աթոռը ու մեզ տանի դեպի Թուրքիա։
որը տարածաշրջանի նայողի տեսանկյունից Եվրոմիության համար Թուրքիան է կարևոր երկիրը, իսկ արբանյակ երկիրը ավելի այսպես փոքր ռեգիոնալ առումով, Ալիևն ու սուբյեկտայնությունը ամեն օր փորձում են իրենք բարձրացնել ամեն գնով։ Այսինքն այդ պարտադրված ընտրությունը կամ այս կողմ կամ այն կողմ Եվրոմիությունն է արել, որովհետև ինքը ուզում է տեսնի թուլացող ԵԱՏՄ, ինքը ուզում է տեսնի, որ իր սանկցիոն համակարգը արհեստականորեն սարքված, որը ուղղված է հյուսիս-հարավ ճանապարհի դեմ, Չինաստանի 1 գոտի 1 ճանապարհ նախագծի դեմ, անպայմանորեն թուլացնի ԵԱՏՄ-ն, անպայմանորեն դա իսկապես թողնի ինչ-որ տնտեսական փոխհարաբերությունների ավելի ցածր, այսպես ռադիուս ունեցող ազդեցության կառույցի կարգավիճակի, որտեղ ինքը ցանկացած պահ մտնում դուրս է գալիս, ինչ ուզում, ինչ անում, ինչ որ տեսնում եք տեղի ունենում մերձավոր արևելքում եւ ուզած ձևով խառնի։ ԵԱՏՄ-ն այլևս թույլ չի տալիս, ԵԱՏՄ-ն ինքը ոչ թե ասում է դու եթե Եվրոպայից գնալու ստեղ չես գալու, ինքը ասում է այդ ձևով, որ Եվրոմիությունը քո վրա պահանջներ է դրել իր հետ ինտեգրվելու գործընթացում անպայմանորեն վնաս հասցնել ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ-ն ի վնաս իրեն չի թույլ տալու քո սերտաճումը Եվրոմիության հետ։ Եվ եթե դու շատ ես ուզում սերտաճել Եվրոմիության հետ, դա քո եւ Եվրոմիության միջև է եւ երկուսիդ միացյալ միջոցներով եւ ջանքերով մենք որևէ միջոց չենք տրամադրելու։ Եվ զարմանալի չէր, որ այսպես հիմա կատնամթերքի եւ մսամթերքի վրա էլ է դրված նույն սանկցիոն համակարգը եւ կոպիտ ասած այսպես լավ են անում, որ այդպես են անում, որովհետեւ Եվրոմիություն եթե ուզում ես մտնես, քո հաշվին մտի։ Արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցը ներկայացնում է, որ չունի Եվրոմիությունը այդ միջոցները։ Ամեն եվրոինտեգրացիա, ամեն նոր անդամ երկիր, որ պետք է անդամակցության գործընթաց սկսի, դա ենթադրում է որոշակի կոնկրետ ֆինանսական հոսքերի տրամադրում Եվրոմիության կողմից։ Եվրոմիությունը չունի այդ միջոցները։ Նույնիսկ եթե աշխարհագրության մասին չխոսենք, նույնիսկ եթե չխոսենք, որ ուղղակի այսպես Եվրոմիության հետ մենք սահման ընդհանուր չունենք, նույնիսկ եթե չխոսենք այն մասին, որ Եվրոմիության անդամակցության այլ տեխնացուներ կան, ուզում են տեխնացուի կարգավիճակ ձեռք բերել, մեզնից առաջ Վրաստան կա, Մոլդովա կա, Ուկրաինա կա, վերջի վերջո Թուրքիա կա եւ այլն, նույնիսկ այս ամենը չասած դեռ, եթե խոսում ենք զուտ իրավական գործընթացների տեսանկյունից, ինչպես է Եվրոմիությունը իրեն միացնում մեկ այլ անդամ երկիր, այդ process-ը ունի կոնկրետ իրավական կանոնակարգ։ Ըստ այդ կանոնակարգի ֆինանսներ պետք է հատկացվի, տեխնացու երկրի կարգավիճակ պետք է տրվի եւ այլն եւ այլն։ Եվրոմիությունը չունի այդ միջոցները։ Դե համար այս խորամանկ միջոցով, որ դու ԵԱՏՄ-ի հետ բիզնես անես, փողը տենտեղ աշխատես, բայց այդ ստացված գումարը դու օգտագործես դեպի ԵՄ գնալու համար, որը արդեն ռազմավարական վնաս է հասցնում բուն ԵԱՏՄ-ին։ Եվ Հայաստանը այստեղ կարող է բանալի դեր խաղալ եւ միևնույն ժամանակ շատ կարեւոր դեր խաղալ այն առումով, որ Կենտրոնական Ասիայի երկրներ կամ նույն Ադրբեջան թույլ չտա այս երկրներին շատ ոգևորվել դեպի արևմուտք, այսպես զուգահեռ հոսքեր ստեղծել միջին միջանցքի առումով, չգիտեմ, Տրամպի հետ համագործակցության առումով, Ադրբեջանի սուբյեկտայնության ավելորդ բարձրացման առումով, այս ամեն ինչին խթանում է այս տուֆտությունը, որ Նիկոլը բերել կապել է ձեր գլխին ու դուք չգիտեմ ովքեր են հավատում, ես տեսնում եմ վիճակագրորեն բավականին ցածր է տոկոսայնությունը, ինչպես որ ցածր է իր ստացած ձայները, ինքը գողացել է, ինքը իշխանազավթում է կատարել, անկախ նրանից ընդդիմությունը իր տաբատում ունի համապատասխան ուրեմն պարունակության կարևոր ատրիբուտները անատոմիական, որ կանգնի ու ասի դու ընտրակեղծիք ես արել, դու ընտրություն ես գողացել եւ այլն եւ ես պայքարելու եմ, մենք տեսանք իրենք նոյեմբերի 9-ի պես փողոցը դատարկ էին թողել հունիսի 7 լույս 8-ի գիշերը։ Մենք տեսնում ենք իրենց խղճուկ հայտարարությունները այս օրերին։ Երեք մենք կարդացինք կաթողիկոսի դեմ արդեն դատարանով գործ հարուցելու գործընթացի մասին։ Մենք տեսնում ենք, որ ակտիվացել է բունկեր շլուխենը, ինչ որ տենց վիդեոներ է սարքում։ Ամբողջ ընդդիմությունը, տիտղոսայինները բավականին տգետ վերաբերմունք են ցուցաբերում այս ամեն ինչի նկատմամբ, անընդունելի։
իրենք ոչ կարողանում են փողոց գեներացնեն, ոչ էլ առհասարակ փողոց գեներացնելու մասին են խոսում, շարունակում են մուննատ գալու տրամաբանությամբ, խոսել, որ տեսակ կաթողիկոսին էլ սենց արեցին, այդքանը պետք է որ հերիք լներ, որ սաղ ժողովուրդը դուրս գար փողոց, բայց ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, ամոթ այդ ժողովրդին չգիտեմ ինչ, նո, ամոթը ձեզ, որովհետև դուք թույլ եք տալիս, որպեսի այլ երկրներ իրենց ավելի մեծ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու հորձանուտում Հայաստանին վերաբերեն նման մանրադրամի կարգավիճակով, որ դուք ինքներդ այդ մանրադրամային գործընթացներում ներգրավված եք, դուք ինքներդ նույն ԱՄՆ, ԵՄ դեսպանների հետ տալ ու առնել ունեք, ուրիշ հաշվարկներ ունեք, հələ ԱՄՆ ու ԵՄ դեսպանատները թողնենք մի կողմ, թուրքերի հետ ձեր տալ ու առնելը ունեք, Իսրայելի հետ ձեր տալ ու առնելը ունեք, դուք անում եք ամեն ինչ ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, ոչ թե նրանից ուժ ստանալով, նրան առաջնորդելով, այլ նրա ձայնը ստացած լինելով, դուք փոքրիկ շունիկի պես, տուզիկի պես պոչներդ քաշել եք ձեր ոտերի արանք ու փոքրիկ վնգստոցներ եք հանում առայն, որ շուտով կգնաք ազգային ժողով, ձեր մանդատները կօգտագործեք, չգիտեմ ինչ անեք, երևի խրոխտ հայտարարություններ եք անելու, որ դուք իբրև թե պայքարելու եք, որ հանձնաժողովներում չգիտեմ ինչ լինի եւ այլն, բայց արդեն իսկ այս ամիսներին, որ դուք այսպես շոկից դրդված արձակուրդի եք, ոչինչ չեք գրում, ոչինչ չեք խոսում, Նիկոլը հերթով բոլորին ձերբակալում տանում է։ Ու որքան որ Եվրոմիության ժամանակը սղանա եւ իրավիճակը սրվի իր համար, տարածաշրջանում ինչ որ միտեղ մի ոտի տեղ իր համար պահելու համար, այնքան ավելի ամուր կերպով է իր աչքերը փակելու սրա բոլոր իրավախախտումների հանդեպ, այսինքն այս ռեպրեսիոն մեխանիզմը ի տարբերություն 2021-ի հիմա շատ ավելի անհակ կերպով է մարդկանց կուլ տալու ու ձեզ թվում է որ դուք ազգային ժողովում ինչ որ բան եք ասելու, որտեվ այս անգամ ձեր քանակը շատ է։ Այդ ձեր, չգիտեմ, դուք իրոք հավատում եք, որ ժողովրդավարական պայմաններում եք ու քանի որ հիմա մանդատները ավելի շատ են, դուք ազգային ժողովում ինչ որ բաներ եք ասելու կամ անելու, դա տեղի չի ունենում։ Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ ասենք կոկոլը մի հատ եսիմով է կամ կեկելը մի հատ եսիմով է։ Այդ ուռճացված իրանց կերպարների ներկայացումն էլ է կատարվում ընդդիմության կողմից, ովքեր երեք ջանք չեն խնայել, ինչ որ տենց այդ Հակոբյանն ինչ որ վիդեո անում, իբրև թե ինքը չի հանդուրժում բռնություն ու եսի, մի ժուր չես հանդուրժում, մարդուցդ բաժանվի, որ կամ թազ պսակվեք մի հատ նորից բաժանվեք, անհասկանալի է տիրույթում ինչ որ փողեր դու ստացել ես թուրքերից, հայ զինվորների կյանքի դիմաց, բոլոր գերիներին, որ հանձնել ես բանտերում Արցախի ռազմաքաղաքական էլիտային, որ թողել ես Բաքվի բանտերում, մենք այնտեղից ենք լսում իրենց քաջ հայտարարությունները, չնայած այն սարսափելի պայմաններում, որտեղ իրենց պահում են, իրենց կտանքների են ենթարկում, հոգեբանական, ֆիզիկական, ինչ բռնություն դու չես հանդուրժում, ենք էլ քեզ չենք հանդուրժում։ Հակոբյան Աննային ու Փաշինյան Նիկոլին հանդուրժում է մեր ընդդիմությունը, տիտղոսային իր հետ ընտրությունների գնացող ընդդիմությունը։ Ուրիշ հանդուրժող ոչ նրանց մեր երկրում չկա, մենք ձեզ չենք հանդուրժում, մենք ձեզ ոչ մեկի չենք հանդուրժում, որտեղ դուք հավասարապես բռնանում եք հայ ժողովրդի կամքին։ Մենք որևէ կերպ դեպի Թուրքիա գնալու տրամադրություն չունենք, այդպես է ցույց տալիս ամբողջ վիճակագրությունը Եվրոմիությունը ինչ որ Պրադվինուտի սլոյկա, որ իրան թվում է ինքը վաղը մյուսօր Եվրոմիությունա մտնելու, բայց Եվրոմիությունը նույնիսկ անդամակցության տիրույթը չի բացում քեզ, իսկ հաջորդ գագաթնաժողովը դեկտեմբերին է տեղի ունենալու ԵԱՏՄ եւ փաստացի մինչեւ դեկտեմբեր ժամանակ է տրվում եւ այդ հանրաքվե անցկացրեք պահանջը դա այն իրավական հիմքն ըստ որի ԵԱՏՄ-ն արդարացնում է պատժամիջոցների մեխանիզմը բոլորի հանդեպ, ախպեր բոլոր ԵՄ գնացողները խնդրում ենք գնաք ձեր հաշվին, ձեր նյարդերի հաշվին, ձեր ժամանակի, ձեր բիզնեսների զոհաբերման, փակման, եթե այդքան արժի ԵՄ գնալ, որ դուք դառնաք ռուսաֆոբ այն բանի տղաներ եւ աղջիկներ, արեք դա ձեր հաշվին, ձեր ներվերի հաշվին, ինչի պետքա ձեզ ինչ որ մեկը դայակություն անի։ Լինեք ընդդիմություն, թե իշխանություն, իսկ Հակոբյան Աննայի զեղումները եւ այլն դա պայմանավորված է նրանով, որ իր մարդը երգում է յանին պրոռուսական երգ, ինքը այդ պահին բռնում է ինչ որ պրոեվրոպական, ինչ որ պրոթուրքական, այս գիծն են պահում, մարդու կնիկ, կներեք էլի, մարդու կնիկ չեն, կարելի ասել հանցակիցներ են սրանք։ Թիվ 1 դավաճանական հանցակից զույգը հայոց պատմության մեջ։
Այս երկու անասունները դուք մինչև հիմա այդ օրինաչափությունը չեք հասկացել, էսի նստում է Ռուսիա ականջին, այն նստում է Եվրոպայի Թուրքիա ականջին։ Այդպես բաներ են ցույց տալիս ու առաջարկում են, այ կարամ Եվրոպա, հարգելի Եվրոպա, կարամ ուրեմն կաթողիկոսին բերեմ բանտարկեմ, կարամ լիքը ռեպրեսիաներ անեմ, բայց դուք տեսնում եք արդեն գնալով, որ տնտեսական իրավիճակը երկրում իսկապես վատանում է, գնալով ավելի է վատանում, որովհետև ԵԱՏՄ պատժամիջոցները իրենք լեգիտիմ են, իրենք շարունակելու են գործել, արչևում աշունա, ձմեռա, չէ, այնտեղ Ալիևն խոստացել է սեպտեմբերին հարցակվի, ինչ ասես կարա լինի։ Այդ ընթացքում դա համար ասում մութ ու ցուրտ է լինելու։ Դուք որոշեք ինչ եք ուզում անեք։ Հայ ժողովուրդ, դու որոշի ուր ես ուզում գնաս, ոնց ես ուզում գնաս, ում հետ ես ուզում գնաս։ Ու Ռուսաստանը շարունակում է չճանաչել այս անասունի ընտրություններ կոչվածը։ Ու պահանջում է, ասում է որոշի մինչև դեկտեմբեր ժամանակ ունես։ Եկելն էլ Եվրոպային, Թուրքիային տենց ուղված տիպը բանը, կարանք կաթողիկոս բռնեն, կարանք ռեպրեսիա անեն, կարանք, չգիտեմ, սահմանադրություն փորձեմ, ուզում եք Ստամբուլյան կոնվենցիա ստորագրեմ եւ այլն։ Եվրոմիությունը դա չի ուզում, Եվրոմիությունը ուզում է ռուսական բիզնեսների դուրս բերում, կրկնում եմ, ռազմավարական ոլորտներից։ Ռազմավարական։ Այսի այն նույն Լևոնի մութուցուրտն է, մեզ նայերիդ պետք չի, մեզ ատոմակայան պետք չի, մեզ հետ պետք չի, մեզ էսի պետք չի, ինձի բմբուլ պետք չի, ոչ մի բան պետք չի, հետո ինչ եղավ։ Ով է ձեզ դա ապահովելու, ով է ձեզ այդ ամեն ինչը տալու։ Ու այս տիրույթից է պետք նայել Բունկեր Շլյուխենի ցանկացած զեղում ինչ է կատարվում քաղաքական, գեոքաղաքական օրակարգում, որ այս քածը հելավ խոսած։ Լավ չի լինի, եթե երկրում վարչապետի կնոջ բռնության են ենթարկում, վայ անց եմ ուզում դու բռնության ենթարկվես բոլոր հայ մարդկանց քաղաքացիների բոլոր պատկերացրած ձևերով։ Դու դե գիտես, չէ՞։ Դրա համար ես չէ՞ ախում փողոց դուրս գաս առանց ախրնա։ Դրա համար քո հետ Արցախում յանամ թե կռված են քածին, մցրել ես ուժեղների մեջ, ընդդիմադիր մամուլը դրան ֆրցնում ռասկրուտկայ անում, այն Գրիգորյան Աննային ես մցրել ընդդիմության մեջ, սա քո քածերն են, չէ՞, սա Քազախստանն է, չէ՞, անասուն։ Հայրենիքը դավաճանած, հայրենիքը վաճառած սաղ կերպարներով։ Դուք չեք հասկանում սրա քաղաքական օրակարգը ինչ է, ինքը ինչ խնդիրներ է լուծում, ամեն իր էշությունները դուս տալուց, ամեն իր քածերին էս ինչ ծակը մցնելուց, դուք չեք հասկանում, ու դուք ձեզ ընդդիմադիր ինչ որ տենց հանրային գործիչ ու եսի ինչ եք հայտարարում։ Դուք հավ եք, ձեզ կուտ են տալի, կուտը ուտում եք, հավերի դեմը կուտ են շպրտել, քածը էլ է բան է խոսում։ Դուք կոնտենտ պետք է լցնեք, էսի կոնտենտ է կոչվում, ոչ թե քաղաքական օրակարգ։ Այլ յանեմ թե դուք կոնտենտ եք լցնում։ Նա ասաց, նա սպառնում է հայ տղամարդկանց, չգիտեմ ինչ է անելու Ստամբուլյան կոնվենցիայի անց։ Հա, դուք էլ բանն եք, չէ, պրկիչների, ուժեղների, չգիտեմ, մսկա ջարդեմ, վիշապ խեղդեմ, չգիտեմ, այդ դրանց բաներն եք, չէ, ընդդիմադիր, իրանց քածերն եք ու քածիկներն եք, այսպես ասած, դուք էլ իրանց ծառաներն եք, չէ։ Հիմա ձեր շեֆը պրկիչ է այնքան, մինչև Բունկեր Շլյուխենը տղամարդկանց սպառնում է։ Ու ձեր ուժեղներ են այնքան, մինչև Բունկեր Շլյուխեն հելում ինչ-որ էշիշ բան է դուս տալի։ Դուք էլ հելնում եք, մեզ պատմում եք ինչ է դուս տվել այդ անասունը, մենք կարանք մեր աչքերով տենանք ինչ է դուս տալիս։ Դու ինձ ասա, դու ինչի ոչ մի բան չես անում, որ այդ անասունը ձեն չհանի։ Էնի ով է խոսը, ոչ երկրի առաջին տիկինն է, ոչ մեզ հետարքիր է ով է վարչապետի կնիկը, աբսոլյուտնը։ Վարչապետը կնիկ չունի, որքանով որ եկեղեցին է պայմանավորված, ես չգիտեմ իրանք ում հետ են ինչ են, բայց իրանք իրար հետ չեն, չէ։ Էդի ով է վաբշե։ Ինչ ծերեթ էլի անկյունում կանգնած մի հատ անասուն կնիկա հիշիշ բաներ է դուս տայ։ Մենք չենք, պետք է ասենք այլևս մենք չենք հանդուրժում եւ այսը քեզ չեմ հանդուրժում անասուն։ Քեզ ոչ ոք չի հանդուրժում, ամբողջ երկիրը քեզ չի հանդուրժում։ Փողոց դուրս արի մարդկանց հարցրու, ասա ինչպես կցանկանայիք ինձ հետ հաշվեհարդար տեսնել, պատմեք, իրանք ձեզ կպատմեն ու ինչի համար է կպատմեն, ունես չէ որ չեղած տեղից է։ Դու տանես սաղ ազգին էռատույություն անես ու ծախես, ալամ աշխարհի սյամոների հետ տեղաշոր մտնելով։ Ու մենք քեզ ընդունենք, որ դու յանում ինչ որ մեկի կնիկն ես, ինչ որ բան ես քեզնից ներկայացնում, ու դու ինչ որ խոսք ունես, կոկոլդ ռուսներին է լացում, որ ինչ որ կերել լափել ես մարդու թե լակոտներիդ համար միլիարդներ որ վերցրե պահել եք ուրիշ երկրների հաշվեհամարներում, կպնող չլինի, տեղ եկած տեղը հելնեք, փախնեք, ռադներ հետ քաշեք, ձեր լակոտ լուգուտի հետ ապրեք։
Այդ հարցն եք չէ լուծում, այդ հարցն է լուծում այս անասունը։ Տնիկն էլ այդ մի պահին հելնում է Եվրոմիությանն, թուրքերին, բան ինչ ուրիշ բաներ է խոստանում, ինչ բաներ, դրան պարալել ինչ բաներ է խոստանում։ Գնալով համաշխարհային պատերազմ ավելի է սրվում, ավելի ենք տեսնում, որ կողմը ինչ է պահանջում, ինչ պայմաններով, տեսնում ենք ում զենքն է իսկապես ռազմի դաշտում շրջադարձային մեծ տարբերություն ստեղծում եւ առավելություն ստեղծում։ Տեսնում ենք, չէ՞ արդեն։ Արդեն ուղեղային կենտրոնները Ամերիկայում գրում են, որ թող Հայաստանն ու Վրաստանը թուրքական պետությունների կազմակերպությանը միանան ռազմական իրանց կոնտինգենտով, թող այս կազմակերպությունը ռազմականացի որպես օրակարգ, որ այդ թրիփա միջին միջանցքը կառուցվի, բոլորով յանիմ սրանք դրուժնի, հայերը, թուրքերը, վրացիք իրար հետ դրուժնի այդ ճանապարհի վրա զորք են դնելու կանգնեն, բունկեր շլուխենն ու կոկոլն էլ ձեզ վարչապետի կնիկ են խաղալու։ Ու այդ արանք հայ ժողովուրդը չի կոտորվելու, սյունեցիներին ոչ մեկ տնավեր չի անելու, գյումրեցիներին, շիրակցիներին, լոռեցիներին ոչ մեկ տնավեր չի անելու, սաղ տենց խելոք ապրելու եք։ Ատենց լիքը Արցախահայ գիտեի, որ պատրաստում են տենց խելոք ապրեին։ Այս էտան ապրեն, այն էտան ապրեն, տվին, հետո պարզվեց, որ այդպես չի լինում, իրանք է պետքա հելնեն գնան, ունեցած չունեցածը պետք է տան, հետո պետքա կամավոր իրանք սաղ մեռնեն, պրոստը հələ Հայաստան կար, չմեռան եկան Հայաստան։ Հայաստանցիներ ջան, դուք ուր եք գնալու։ Այդ ապուշ վիդեոները, որ նայում եք կամ լայքում եք կամ տարածում եք, այն Գոհար Հայրապետյանը, Սամվել ինչա Մնացականյանը, ինչ կիբերյեսի ինչի յանիմ թե մասնագետա նոյի թվից աճեցրած մեծ գանդոնը։ Ինչ եք դուք այդ դրանց նայում, ինչն եք դուք հասկանում։ ԵԱՏՄ-ն վատն է, ԵՄ-ն լավն է, ում համար է լավ, ասենք թե ԵՄ-ն լավն է, ԵԱՏՄ-ն էլ վատն է։ ԵՄ-ն քո հետ բիզնես անում է առհասարակ։ Ինչ կարգավիճակում այնքը քո հետ բիզնես անում։ Չէ, իրան պետքա դու հելնես տուզիկի պես, ռուսի վրա հաճես, ռուսին խփես, ռուսի վրա թքես։ Դրա դիմաց ինքը քեզ ոչ մի բան չի խոստանում։ Ինքը քեզ անդամակցություն չի խոստանում, ինքը ոչ մի բան չի խոստանում։ Այդ սաղ այդ բլոգոսֆերան էլ ակտիվացրած, հատուկ ալգորիթմով առաջ են քշում։ Այնպես տպավորություն ստեղծի, որ յանի մարդիկ այս ամեն ինչին կողմեն։ Ոնց որ կոկոլի թավի շարած ժամանակ։ Այն որ հիմա ում հարցնում ես, ասում է ես չեմ մասնակցել դրան, ես այնտեղ չեմ եղել, ես կողմ չեմ եղել, ինձ խաբեցին, ես լրիվ ուրիշ բանի համար եմ գնացել, շուռ տվեցին, սարքեցին ինձ, ես որտեղից իմանայի, որ չգիտեմ ինչ, ես որտեղից իմանայի, որ այն մեկը, ես որտեղից իմանայի, ոչ մեկը ոչ մի բան չգիտի ակազվեցը։ Ոչ մեկը 2018-ին հրապարակում չի եղել։ Հատկապես ընդդիմադիրներից, հատկապես տիսխոսային ընդդիմադիրներից ոչ մեկ չի եղել։ Հիմա էլ անույնը լինելու։ Չեք տեսնում ով ում դեմ ինչ կաշաներ է էփում ու որտեղ է գցում ու ինչ ֆորմատով։ Ինչ են մարդ ու կնիկ միաժամանակ, սա տվայտանքների մեջ ընկել ու փոխարենը ներկայացնել, որ եթե տվայտանքների մեջ են, ապա իրենց մանևրելու դաշտը փոքրացել է, այլևս չունեն ոչ մի բան վաճառքի դնելու, չունեն ոչ մի բան խաբելու այլևս, ոչ մի կողմ իրենց չի հավատում։ Ուրեմն դա ինչ է առաջացնում իր մեջ։ Առաջացնում է եւ նաեւ բացատրում է իր այս ագրեսիվությունը ռեպրեսիաների այս ալիքի շրջանակներում։ Ու ինչ հարցական է տալիս քաղաքական դաշտին։ Լավ, էսի սենց եթիմի ծնունդա, թուրքի լամուկա այս բաներն է անում։ Բա մենք որ ընդդիմություն ենք եւ այլն ենք, բա մենք ինչ ենք անում։ Բա որ կաթողիկոսի դեմ սենց բաներ է խոսում, բա դուք ինչ եք անում, ինչ եք առաջարկում։ Ինչ եմ ես դեռ խոսող գլուխներին, դեռ տեսնում ձեր պապայի ջեբի մամլոմիջոցներում, որ խոսում են փողոց հանելը դժվար է, մենք չենք կարող, փողոց դժվար է, ժողովուրդը դժվար է, այսինքն ընտրակեղծիքներ անել Նիկոլի հետ միասին ԲՀԿ-ից ձեները գողանալ, Հայաստան դաշինքով կոկոլով ուտել այդ ձեները վեր ընկնել, այդպես էլ չհաշվել, ով իրականում որտեղից որքան ձայն է ստացել եւ այլն, ընդունել որ կոկոլը վարչապետ է, ընդունել այդ հունիսի 7-ի գիշերվա իշխանազավթումը կոկոլի կողմից, ինչպես որ նոյեմբերի 9-ին, ինչպես որ 2021-ի ընտրություններ կոչված թատրոնի ժամանակ, այս աղանել իրար հետ, իրար բերան թքել, իրար հետ փող աշխատել, դենտերներ կպցնել, մտնել այնտեղ Ամերիկայի չգիտեմ ինչի հետևը, այդ առումով դիվերսիֆիկացնել, այսինքն ընդդիմությունը այս ձև մտնում, չգիտեմ, Ռուսաստան, Ֆրանսիա, ԵՄ, ԱՄՆ-ի հետույքը, կոկոլը այս ձև, կոկոլն ու կեկելը սենց են մտնում, ուժեղներն ու Հայաստան դաշինքը ու դաշնակները սենց են մտնում։
Ով որ հենց բուն Հայաստան է մտածում, Հայաստանը կենտրոն քաղաքականություն է ուզում վարի, բոլորի սև աչքի փուշն է։ Ծառուկյանը գործարքի չի գնում, Ծառուկյանը բոլորի սև աչքի փուշն է։ Ծառուկյանից ձեները գողանում են, ոչինչ, եկեք ձեներս կտրենք, մենք մանդատ ունենք, գնանք կնստենք, մի բան կանենք այդ մասին, չգիտեմ ինչ, եկեք հեքիաթներ պատմենք ժողովրդին, ասենք, որ գնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, տարբերություն ստեղծելու, այնտեղ հաղթելու ենք, էս անենք, այն անենք, որ վախկոտ եք, որ շարժում չեք կարող ստեղծել, որ չեք կարողանում դուրս գալ ու ժողովրդի կամքի վրա հույսները դնելով, բերել բոլոր երկրներին փաստի առջև կանգնեցնել, այս անասուններին բանտ նետելով։ Այդ որ տիրաժավորում եք այդ անասունների ասածները, մենք դրա հետ ինչ պետք է անենք։ Կամ որտեղից պետքա, ինչի պետքա Մոսկվան լինի, թե Վաշինգտոնը, ձեզ ինչ-որ պրեֆերանս տա։ Եթե դուք ինքներդ ոչ մի բան չեք անում, իրանք կարան ձեզ օգտագործեն, չէ՞։ Ու այդ էլ տեղի է ունենում։ Այդ այսպես կոչված հեռախոսազանգի մասին վերլուծությունս այսքանն է, անպայման հետաքրքիր կլինի դիտել, թե ազգային ժողովի նիստերը ինչպես են սկսում, մանավանդ որ տեսնում ենք արդեն Լուլուն առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ լինելու, սպეციფիկ ասած իրան, ինքը ասում է դա այնպեսի ոլորտ է, որ սպеციფիկ գիտելիքներ է պահանջում, մարդը որ սպիցի եւ սպեցի միջև տարբերություն չգիտի, այդ մարդը տենց ասենք նախագահելու է ինչ որ հանձնաժողով։ Ու մենք կտեսնենք ինչ որ հետաքրքիր սրացումներ եւ զարգացումներ հենց Անդրկովկասում, Աշնանը։ Նա տեսնենք ինչա մեր հետ կատարվում։ Ու գալիս է մութ ու ցուրտ։ Դրա մասին է այդ հեռախոսազրույցը։ Ինչ որ տենց ռոլիկներ ու եսի ինչեր սարքելը, ռոլիկներով ինքնահաստատվելը, պատմել է ինչ էր ասում Բունկեր Շլուխանը, պատմել է ինչ էր ասում Կոկոլը։ Ինձ հետաքրքիր չի իրանք ինչ են ասում։ Ինձ հետաքրքիր է այդ որ լսում ես ու հասկանում ես որ ինչ է ասում։ Բայց դու ինչ ես անում։ Պրկիչիտ ու բարերարիտ մեծ ասել ես, որ մի հատ այդ միլիարդներդ բլակներդ հավաքի, մի հատ հելեք մեյդան ու դավայցե մի հատ անասուններին հավաքենք տանենք լցենք բանտերը։ Այդտեղ իրանք խեղճ են։ Այդ պահին իրանք խեղճ են, մեղք են։ Ես է պարակտի չեմ ընդդիմադիր դաշտ եմ պարակտում, դուք էլ գնա գալիս եմ պրամ շատ այսպես միաբանված եք։ Հա։ Ու ես տենց ձեզ պարակտեցի։ Կոկորն էլ ընդեղից գնում է, սրան այս կարա ծախի, հեսա ծախում, նրան են կարա ծախի, այնա ծախում, շարունակում է ծախելը։ Շատ հետաքրքիր է, ընդդիմությունը կրկնում եմ ոնց է իրան պահելու, ազգային ժողովի նիստերը սկսելուց ի վեր, ու այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության քարոզչական փուլի շրջանակներում, այն որ տեսել եմ դուք լայքում եք ինչ-որ տուֆտություն, ոնց որ Երևանի քաղաքապետարանի ավականու ընտրությունների ժամանակ էր լինում, տուֆտություն էլի, ավտոբուսի գիծ ենք բացել, կոմբայն ենք նվիրել, մենք խոստանում ենք մեր քաղաքացիներին, ինչ խոստանում ենք, դա անում ենք, այս ապուշությունները տեսել եմ լայքել եք, դուք իմ համար նույնն եք ոնց որ Նիկոլի եզությունները լայքողները, որովհետև մութուցուրտը գալու է իմինոյ, որովհետև ձեզ կոմբայնը ավելի տվայտանք առաջացնում եւ ուրախություն, քան որ դուք կարեք դուք փողոց դուրս գայեք ու սրանց մաման լացացնեք։ Այդքան բան այսօրվա ասելիքս այսքանն էր, հաջողություն եմ ձեզ մաղթում, մինչև տեսնենք ինչ ագաղներից գալիս։